մեղադրանքը լրիվ սարկած, սուտ, փուջիկ, որցին պանչկալ հակառակը, հոլամանապարտ, որը թուղթը գրելա, որը և դեսպանները ներկա և նախկինը, որը կան, որը բոլոր սարկած փուջիկը, որից է մի բան չկա։ 100% դա ասենք թե ապացուցվում։ Դա մեն ինչ պարզ կլի։ Այսպես է մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական գործերը։ 12 ժամից ավելի եւ ավելի քան 70 տարբեր հասցեներում իրականացված հուզարկություններից հետո քննչական կոմիտեն հայտնել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության եւ նրա դեմ հարուցված նոր քրեական գործի մանրամասները։ Գործարարին եւ նրա համախոհներին մեղադրում են 2022-ից 2024 թվականների ընթացքում շուրջ 22 միլիոն դոլարի խարդախություն եւ փողերի լվացում կազմակերպելու համար։ Քննության վարկածով հանցավոր խումբը Իրանից ներկրված տեխնիկան եւ վառելիքը հափշտակել է կեղծ փաստաթղթերի ու ձևական գործարքների միջոցով։ Ապօրինի ստացված եկամուտները հետագայում մտցվել են օրինական շրջանառության մեջ դրանց իրական ծագումը թաքցնելու նպատակով։ Դատարանն այսօր պետք է քննի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան 2 ամսով կալանավորել։ Միջնորդությունը քննելու է դատավոր Գարիկ Աբելյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները։ Դաշինքի գնահատմամբ սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական դրսևորումն է, որի գլխավոր նպատակը ընդդիմադիր ուժերին լռեցնելն ու քաղաքական դաշտը մաքրելն է։ Ըստ հայտարարության իրավապահ համակարգի օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք ծանր հետևանքներ է ունենում երկրի տնտեսության եւ ներդրումային միջավայրի վրա, խաթարելով կայուն զարգացման հնարավորությունները։ Ուժեղ Հայաստանը արձանագրել է, որ այս գործողությունները չեն վայելում հանրային աջակցություն եւ ընդգծել է, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ուղղված իրավունքի գերակայության հաստատմանը, արդարադատության անկախության ապահովմանը եւ հասարակության բարեկեցության բարձրացմանը։ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները, դրանք որակելով որպես բացահայտ քաղաքական հաշվեհարդար։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախոսներին ճնշելու գործող իշխանությունների ворթեգրած գործելավոճը դուրս է իրավական տրամաբանությունից եւ պայմանավորված է վարչախմբի ունեցած վախերով։ Դաշինքն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Միաժամանակ Հայաստան դաշինքը միջազգային դերակատարների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կոչ անելով հստակ գնահատականների միջոցով կանխել երկրում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։ X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով սա շեշտված է փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետում, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն իր ստորագրությամբ հաստատել է, որ համաձայն են։ Հարգեք ձեր ստորագրությունը, գրել է Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ կամ կկնքվի համաձայնագիր, կամ ԱՄՆ-ն կավարտի իր սկսած գործը։ Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Նովայա Պոչտա բեռնատար տերմինալը հրդեհվել է ռուսական ավիահարվածից հետո։ Տեսանյութերը գիշերվանից լայնորեն տարածվում են սոցցանցերում։ Ուկրաինայի զինված ուժերը նման տերմինալներն օգտագործում են որպես լոգիստիկ կենտրոններ։ Օրինակ, անօդաչու թռչող սարքեր են պահվել եւ հավաքվել Սումիում, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Աշխարհի տարբեր անկյուններում փոթորիկները չեն նահանջում։ Չինաստանում փոթորկի եւ պտտահողմի հետևանքով 11 մարդ է զոհվել, մեկը անհետ կորել, 331-ը տուժել։ Անբարենպաստ եղանակից տուժել է նաեւ նահանգի ավելի քան 14000 բնակիչ, փլուզվել է 22 տուն, վնասվել 4800 շինություն։ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում էլ փոթորկի ժամանակ փլվել է մեծածախ առևտրի խանութի տանիքը։ Մեծ քանակությամբ անձրևաջուր է լցվել խանութ։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն ոչ ոք չի տուժել։ Փլուզման փաստով հետաքննություն է ընթանում։ Մադրիդի Կոլոնի հրապարակում հարյուրավոր երկրպագուներ ոգևորությամբ տոնել են ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1-8 եզրափակչում Իսպանիայի հավաքականի տարած հաղթանակը։ Իսպանիայի ընտրանին 1-0 հաշվով առավելության է հասել Պորտուգալիայի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Մադրիդում հավաքված իսպանացի երկրպագուները չեն թաքցրել իրենց հպարտությունը թիմի խաղով, նշելով, որ պատրաստ են մրցել ցանկացած մրցակցի դեմ եւ ձգտում են միայն հաղթանակի։ Մինչ իսպանացիները տոնում են հաջողությունը, Լիսաբոնում հավաքված հազարավոր պորտուգալացի երկրպագուներ ցավով են ընդունել իրենց թիմի պարտությունը։ Խաղի 91-րդ րոպեին Միկել Մերինոյի խփած միակ գոլը վճռորոշ է եղել հանդիպման ելքի համար։ Այս հանդիպումը վերջինն է դարձել լեգենդար ֆուտբոլիստ Կրիստիանո Ռոնալդոյի համար։ Երկրպագուներն այլևս մունդիալներում չեն տեսնի Կրիստիանոյին։ Համաշխարհային փառքի հասած ֆուտբոլիստը մրցաշարի պատմության մեջ է մտել որպես առաջին խաղացող, գոլ խփելով 6 տարբեր առաջնություններում եւ եզրափակելով իր ելույթները 11 գոլով։